Նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Հայաստանում։ Կառավարությունը վստահեցնում է, սա բնապահպանական կարևոր քայլ է, բայց պետությունը պատրաստ է արդյոք վերահսկել իր իսկ ընդունած որոշումը։ Այս նոր փոփոխությամբ, այս նոր տարբերակում վերահսկողությունը կիրականացվի նաև դիմերի հետ զուգահեռ նաև շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից։ Այսինքն կհամատեղվեն վերահսկողության ջանքերը կհամատեղվեն այստեղ։ Դա է։ Եվ նաև տուգանքի չափերն են բարձրացվել։ Իսկ պատրաստ է արդյոք տնտեսվարողը։ Նրանց մեծ մասը հրաժարվեց խոսել տեսախցիկի առաջ, նշելով, որ դեռ հստակ պատկերացում չունեն, ինչպես է գործելու վերահսկողությունը։ Օրենքով արգելվելու են պոլիէթիլենային տոպրակներն ու մեկանգամյա պլաստիկ սպասքը որոշ բացառություններով։ Տնտեսվարողներին տրվելու է 1 տարվա անցումային շրջան, իսկ այլընտրանք պետք է լինեն թղթից, կտորից կամ այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման լուծումները։ Սակայն հարցը միայն այլընտրանքների առկայությունը չէ, այլ ով եւ ինչպես է վերահսկելու շուկան։ Նոր սահմանափակումն արդյոք կրկին չի վերածվելու սպառողի վրա դրված հավելյալ բեռի։ 2022 թվականին ընդունված նմանատիպ օրենքի խնդիրը փաստացի չի լուծվել։ Փոխարենը պարզապես բարձրացել է տոպրակների գինը։ Քաղաքացու տեսանկյունից եթե նայենք, բազմակի օգտագործման տոպրակների օգտագործումը շատ ավելի շահավետ է, քան յուրաքանչյուր օր թեկուզ 50 դրամով պլաստիկ տոպրակ գնելը, որովհետև դրանք կարող ենք մի քանի տարի օգտագործել այդ մեկ անգամ թեկուզ 1000 դրամով ձեռք բերված պայուսակը մի քանի տարի կարող ենք օգտագործել։ Համենայն դեպս օրենքի խախտման դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Առաջին անգամ նախազգուշացում, կրկնության դեպքում 100-ից 150 հազար դրամ տուգանք։ Սակայն արդյունքի հարցում կասկածներ ունի նաև Երևանի ավականու անդամ Պետրո Զարոկյանը։ Ընդհանուր հակառակ էֆեկտը տեղի ունեցավ։ Այդ տելեֆոնները, որ բարակ էին, ավելի հեշտ էր միջավայրում, ավելի քայքայվում, ավելի հեշտ էր մեր աղբավայրի համար։ Հիմա այս հաստեր են ավելի երկար տարիներ է, որ քայքայվեն, այսինքն սրանք վնաս տվեցին այդ օրենքով։ Հիմա նոր ոնց որ հասկացել են, որ այդ նախկին օրենքը սխալ է, 5-3 տարի անցել, մի 2 տարի հետո մի նոր օրենք են ուզում դնել, որ թուղթով օգտագործեն։ Այսինքն 5 տարի միջավայրին լավ վնաս են տալիս։ Օրենքը քննարկվում է, բայց դրա կյանքի կոչումը կրկին հարցականի տակ է, ասում է ավականու անդամը։ Սա կարող է դառնալ հերթական լավ մտադրությունը վատ իրականացմամբ։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։